Ձեզ ենք ներկայացնում մամուլի այսօրվա հրապարակումները մեկ տողով։ Հրապարակը գրում է, որ Արայիկ Հարությունյանը հնարավոր է նշանակվի փոխվարչապետ։ Ժողովուրդը նշում է, որ դատավոր Արմեն Դանիելյանի որոշումները համընկնում են իշխանությունների շահերի հետ։ Փաստը տեղեկացնում է, որ Ռուսաստանն արգելափակել է հայկական 100-ից ավելի բեռնատարներ։ Հրապարակը հայտնում է, կադաստրի կոմիտեում սովորական աշխատանքային զրույցներն անգամ ռազմորկայի են նմանվում։ Ժողովուրդը նկատում է, որ Նիկոլ Փաշինյանը ստիպված է մի ձեռքով հեռու պահել շիշ բռնողին, մյուսով թիկունք կանգնել թքող ԱԺ նախագահին։ Հրապարակը տեղեկացնում է, որ հարցվածների 60%-ը Փաշինյանին ոչ մի դեպքում չի ընտրի։ Ժողովուրդը գրում է, որ ընտրություններին մասնակցելու մտադրություն ունի նաև Ստյոպա Սաֆարյանը։ Փաստը բարձրաձայնում է, որ հերթը հասել է Հայաստանի զինանշանին։ Հրապարակը գրում է, իշխանականները փորձում են պերել Գարեգին բիծ դժգոհ հոգևորականների։ Ժողովուրդը կարծում է, որ զինծառայության ժամկետի կրճատումը նախընտրական քարոզչության գործիք է։